Փեզեշքյանը հավաստիացրել է Իրանը զերծ կմնա հրթիռներով եւ ԱԹՍ-ներով հարևան երկրներին հարվածելուց։ Այլևս ոչ թե մերձավոր արևելքի բռնակալ, այլ մերձավոր արևելքի պարտվող Թրամփը Իրանին սպառնացել է դժնդակ հարվածով։ Իսրայելական կորսանիչները հարվածներ են հասցրել Թեհրանի կառավարական շենքերին եւ ռազմավարական նշանակության օբյեկտներին։ Հզբոլահը Լիբանանին սահմանակից իսրայելական քաղաքի բնակիչներին զգուշացրել է անհապաղ լքել այն։ Հայկական երկաթուղու մշուշոտ ապագան ինչ է սպասվում եւ ում է այն փոխանցվելու։ Միջուկային էներգետիկայի թեման վերջին տարիներին արևմուտքի համար քաղաքական մանիպուլյացիաների եւ շահարկումների մաս է դարձել Զախարովայի անդրադարձը։ Զեղծարարները դիմում են նորանոր խարդախությունների, քաղաքացիների հաշիվները ջարդելու եւ գումարները հափշտակելու համար։ Ազգային անվտանգության ծառայության շենքի հրկիզման փորձի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ներառական կրթության խութերը ծնողների եւ փորձագետների նկատառումները։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ 8 օր է շարունակվում է ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հարևան երկրներին կոչ է արել խաղալիք չդառնալ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ձեռքում եւ տարաձայնությունները լուծել համատեղ։ Այս մասին նա հայտարարել է Իրանի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Նա ներողություն է խնդրել հարևան երկրներից, որոնք նույնպես հարձակման են ենթարկվել։ Փեզեշքյանը հավաստիացրել է, որ Թեհրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա։ Ամերիկա-իսրայելական ուժերի զանգվածային ավիահարվածների գիշերային թիրախն այս անգամ Թեհրանի գլխավոր ամենածանրաբեռնված ներքին օդանավակայանն էր։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա կոալիցիոն ուժերի ամենադաժան հարձակումներից մեկն էր։ Ավիահարվածներից վնասվել են նաև Կարմիր մահիկի շենքը, Մահաբադի Թարբիհաթ կինոթատրոնը։ ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանի տվյալներով Ամերիկա-իսրայելյան-իրանական պատերազմի ընթացքում Իրանում առնվազն 1332 խաղաղ բնակիչ է զոհվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Իրանն էլ իր հերթին գիշերը կասետային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Իսրայելում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Պատերազմից մեկ շաբաթ անց ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր USS Gerald R. Ford ավիակիրն ու դրա հարվածային խումբն են միջերկրական ծովից հասցրել Սուեզի ջրանցք, այնտեղից դեպի Մերձավոր Արևելք։ Այն պետք է միանա Պարսից ծոցում գտնվող Աբրահամ Լինքոլնին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հաշվի առնել ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իրականացված դաժան ռազմական արշավի ժամանակ զոհված հարյուրավոր անմեղ իրանցի քաղաքացիների փաստը, ՄԱԿ-ին հիշեցնելով Իրանի դեմ անօրինական պատերազմի համար իր իրավական պատասխանատվության մասին։ Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է անկողմնակալ լինի եւ Իրանի դեմ սանձազերծված այս անօրինական պատերազմի հարցում կատարի իր իրավական ու բարոյական պարտավորությունները։ Օրվա ընթացքում միջազգային լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է դադարեցնել հարևան երկրներին թիրախավորելը, եթե նրանք չհարձակվեն Իրանի վրա։ Թեհրանը այլևս չի հարձակվի այլ երկրների վրա, եթե Իրանին հարվածներ չհասցվեն այդ տարածքներից։ Միացյալ Նահանգների բազաները հիմնականում խոցված են ծոցի երկրներում։ Իրենց հիմնական գործառույթները չեն կարողանում իրականացնել, սա առաջին։ Երկրորդ, իրանական հրթիռները, չգիտես ինչպես, չգիտես ինչու, ստացել են նոր տակտիկական, տեխնիկական բնութագրիչներ, որը շատ մոտ է S-400-ների, եւ դյուրին կերպով խոցում են իսրայելական եւ ամերիկյան ինքնաթիռները։ Իդեպ Փեզեշքյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Թեհրանն ակնկալում է, որ Ռուսաստանը կօգտագործի իր միջազգային ներուժը ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական ագրեսիայի դեմ պայքարում իրանցի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ 2025 թվականի հունվարին Ռուսաստանը եւ Իրանը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր, որը ներառում էր առևտրի, գիտության, մշակույթի, կրթության եւ ռազմական ոլորտների համագործակցություն։
Ռուս-իրանական զինված ուժերը համատեղ զորավարժություններ անցկացրեցին Հնդկական օվկիանոսում դեռևս փետրվարի վերջին ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ շաբաթ առաջ։ Այնուամենայնիվ, երբ պատերազմը սկսվեց, Մոսկվան պարտավորություն չուներ արձագանքել, քանի որ պայմանագիրը չէր ներառում փոխադարձ պաշտպանության կետ, ինչը նշանակում է, որ այն չձևավորեց նաեւ պաշտոնական ռազմական դաշինք։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իրանն այլևս ոչ թե մերձավոր արևելքի բռնակալն է, այլ մերձավոր արևելքի պարտվողը, ու այդպես կմնա տասնամյակներ շարունակ մինչև վերջնական կապիտուլյացիան կամ լիակատար փլուզումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է նման համոզմունք հայտնել։ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ գործողության ընթացքում արդեն ոչնչացրել է 42 ռազմանավ։ Իրանը ծանր իրավիճակում գտնվելով ներողություն խնդրեց եւ հանձնվեց իր մերձավոր արևելյան հարևաններին, խոստանալով այլևս չկրակել նրանց վրա։ Այս խոստումը տրվեց միայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի անդադար հարձակումների պատճառով։ Նրանք ձգտում էին նվաճել եւ կառավարել մերձավոր արևելքը։ Հազարամյակների ընթացքում առաջին անգամն է, որ Իրանը պարտվում է մերձավոր արևելյան իր հարևաններին։ Նրանք ասացին. «Շնորհակալություն նախագահ Թրամփ»։ Ես ասացի. «Խնդրեմ»։ Իրանն այսօր շատ ուժեղ հարված կստանա։ Մենք լրջորեն քննարկում ենք հարվածել Իրանի այն հատվածներին, որոնց միջև հիմա հարվածներ չեն եղել։ Իսրայելի պաշտպանության բանակի ավելի քան 80 կործանիչներ Թեհրանում հարվածներ են հասցրել կառավարական շենքերին եւ օբյեկտներին, թիրախների թվում են Իմամ Հուսեյնի անվան համալսարանը, որտեղ պատրաստում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաներին, ինչպես նաեւ հրթիռային ստորաբաժանումը, բունկերներ ու բալիստիկ հրթիռների պահպանման համանախատեսված ստորգետնյա ենթակառուցվածքը։ Հրապարակված կադրերում Իրանի գերագույն դատարանի շենքն է, հրապարակվել է նաեւ տարածաշրջանի խոշոր ծովային հանգույցներից մեկին իրանական Բենդեշ Աբաս նավահանգստին հասցված հարվածի կադրերը։ Միացյալ Նահանգները արգրավելու է Իրանից եկող ամբողջ նավթը, Սպիտակ տան մամուլի ծառայությունից են հայտնել այդ մասին։ Դոնալդ Թրամփի նստավայրից հայտնել է նաև, որ չպետք է անհանգստանալ Հորմուզի նեղուցում առաջացած խնդիրների համար։ Մենք ահաբեկիչների ձեռքից կվերցնենք ամբողջ նավթը, Պենտագոնը նաև տեսանյութ է հրապարակել ռմբակոծիչների մասնակցությամբ եւ հայտարարել, որ ազնիվ մարդ չի լինի եւ որ կհարվածեն այնքան, մինչեւ չպարկեցնեն գետնին։ Լոնդոնի կենտրոնում հավաքված հազարավոր մարդիկ կոչ են արել դադարեցնել Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումները։ Բողոքի ակցիային մասնակցող բարեգործական կազմակերպությունները եւ նախաձեռնող խմբերը վրաններ են տեղադրել փողոցում եւ սկսել պաստառներ ու թռուցիկներ բաժանել։ Նախաձեռնող խմբերը միջուկային զինաթափման արշավը, կանգնեցնենք պատերազմը, Պաղեստինի հետ համերաշխության արշավը, Մեծ Բրիտանիայի մուսուլմանների ասոցիացիան, Մեծ Բրիտանիայի Պաղեստինյան ֆորումը եւ Աքսայի բարեկամները երթ են անցկացնում դեպի ԱՄՆ դեսպանատուն։ Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով իրենց երկրներ են տեղափոխվել 41 երկրների քաղաքացիներ, այդ թվում հարևան երկրներից, ամերիկյան մայրցամաքից, եվրոպական երկրներից, եվրասիական եւ խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի երկրներից, մերձավոր արևելքից եւ Աֆրիկայից։ Հավելենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններից տեղափոխված անձանց կազմում եւս եղել են այլ երկրների քաղաքացիներ, ովքեր նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ Հայաստանով տարանցիկ չվերթով։ Ռուսական կողմի հետ այս օրերին քննարկվում է հայկական երկաթուղու կառավարումը այլ երկրի փոխանցելու հարցը։ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ նշված հարցի շուրջ աշխատանքային քննարկումներ է անցկացնում, հիշեցնեմ, Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ հայկական երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը չմշակված լուծում է, որը կառուցված համակարգը կարող է մեկ գիշերում փլուզվել։ Երասխախուրիկ երկաթգիծը վերականգնելու Երևանի առաջարկը թեև Մոսկվայից դրական արձագանքի արժանացավ, այնուամենայնիվ Հայաստանը Ռուսաստանի հետ հիմա քննարկում է նաև հայկական երկաթուղու ռուսական կառավարումը որևէ այլ երրորդ պետության փոխանցելու հարցը։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանի հետ որոշ երկրներ ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթգիծը։ Հակառուսական չբացահայտվող ուժերը չեն ուզում ճանապարհ կտրել Մոսկվայի կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով։ Թրիփ բանակցություններին արկել էին մեր երկրի տարածքով անցնող ծրագրով շրջանցել հենց մեզ, ռազմավարական դիրքերն ենք կորցնում ու նաև մեր մրցակցային առավելությունները, վարչապետն է ասել։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաև որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում,
մեր ասացի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Թեպետ ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսնում այս հարցի վերաբերյալ, Մոսկվայից սակայն արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նույնիսկ տարօրինակ էր որակել երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանությունները, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի խոսքով Հայաստանի երկաթուղու համակարգը մեկ գիշերում կփլուզվի, եթե Ռուսաստանից զատ որևէ այլ պետության հանձնվի դրա կառավարումը։ Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը արդյունավետ եւ վաղուց աշխատում է Հայաստանում, ոչ ամենապարզ պայմաններում։ Երևանի ակնկալիքը հետևյալն է, եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որևէ երկիր Մոսկվայից պարզապես գնում է կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Ռուս գործընկերների հետ բանակցություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները հարցը քննարկում են նաեւ այն երկրների հետ, որոնք հնարավոր է հետաքրքրվեն գործարքով։ Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք որ պատրաստ են գնել, բայց չեմ կարող ասել։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Ընդ որում քաղաքական որոշումը Երևանում դեռ չկա, իսկ օրակարգում տեղեկություններ են շրջանառվում, թե Երևանի ռուսական կառավարմամբ երկաթուղին գնելու հետաքրքրություն ունեն Քաթարն ու Քուվեյթը։ Վարչապետն այս տեղեկությունն ըստ էության չի հերքել։ Տնտեսական կախվածությունը, օրինակ, վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Երկաթուղիները պարզապես ռելսեր կամ շարժակազմ չեն, դրանք նաև ազդեցության գծեր են քաղաքական, տնտեսական եւ երբեմն նույնիսկ անվտանգային։ Այդ պատճառով էլ ըստ մասնագետների Հայաստանի երկաթուղու կառավարման շուրջ քննարկումները դուրս են գալիս սովորական տնտեսական գործարքի շրջանակից եւ դառնում ավելի լայն տարածաշրջանային հաշվարկների մաս։ Փորձագետներն ասում են, քաղաքական զգայուն թեմա է, որի լուծումը կախված է թե Հայաստանի հաշվարկներից, թե մյուսների արձագանքներից։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վերջին տարիներին միջուկային էներգետիկայի թեման քաղաքական մանիպուլյացիաների եւ շահարկումների մաս է դարձել։ ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ այժմ միջուկային հիմնախնդրին արևմուտքի կողմից օգտագործվում է բացառապես ոչ թե անվտանգության մակարդակի բարձրացման համատեքստում, այլ որպես շահադիտական նկատառումներով օգտագործվող նպատակային մանիպուլյացիա։ Վերջին տարիներին միջուկային էներգետիկայի, ատոմային էներգիայի թեման դառնում է քաղաքական մանիպուլյացիաների եւ սպեկուլյացիաների բաղադրիչ։ Իհարկե դա միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների գործոն, բայց հենց այն տեսանկյունից, թե ինչպես անվտանգ դարձնել մարդկության գոյությունը, ինչպես քաղաքական հռետորաբանության եւ միջազգային հարթակներում ու միջազգային հարաբերություններում ձեռնարկվող գործողությունների, այնպես էլ գործնական տեսանկյունից։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ազգային անվտանգության ծառայության շենքի հրկիզման փորձի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Զեղծարարները դիմում են նորանոր խարդախությունների, քաղաքացիների հաշիվները ջարդելու եւ գումարները հափշտակելու համար։ Ներառական կրթության խութերը, ծնողների եւ փորձագետների նկատառումները։ Շարունակում ենք թողարկումը։ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Խարկովին, հարվածների զոհվել է 7, վիրավորվել առնվազն 15 մարդ, քաղաքի Կիևսկի շրջանում 19 բազմահարկ շենք է վնասվել, Խարկովից բացի հարվածներ են հասցվել նաև Կիևին։ Օդեսայի մարզում էլ ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ենթակառուցվածքային օբյեկտների վրա։ Ուկրաինայի վրա արձակվել է 509 հրթիռ եւ անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ դրանցից 472-ը խոցվել են։ Հզբոլա կազմակերպությունը Լիբանանի սահմանակից Կիրյաթ
Շմոնայի բնակիչներին անվտանգության նկատառումներից ելնելով տարածքը լքելու կոչով է դիմել։ Հզբոլլայի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքում բնակվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ լքեն տարածքը եւ ծավալվելիք հնարավոր ռազմական գործողությունների եւ հարձակման ռիսկի պատճառով ուղևորվեն դեպի հարավային Իսրայել։ Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ սահմանային շրջանում իրավիճակի սրման ֆոնին ռազմական բախման հավանականությունը նկատելիորեն մեծանում է։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 16 մարդ։ Հայաստանի 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, Հայաստանի դեսպանությունը նրանց հետ մշտական կապի մեջ է։ Քաղաքացիները անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն, Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ ներկա պահին ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները։ Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, խորհրդի անդամները նիստի ընթացքում շարունակել են դատական համակարգին վերաբերող կարգավորումների քննարկումը։ Ազգային անվտանգության ծառայության շենքի հրկիզման փորձի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել, քննչական կոմիտեից հայտնել են, որ նախորդին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքի հրկիզման, ոչնչացման կամ վնասման, խուլիգանության և ահաբեկչության հոդվածներով։ Մեկ անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է, հիշեցնենք երեկ գիշեր համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է անհայտ անձը փորձում հրկիզել ազգային անվտանգության ծառայության շենքը։ Թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ օր-օրի նորանոր խարդախությունների են դիմում զեղծարարները, քաղաքացիների հաշիվները ջարդելու և գումարները հափշտակելու համար։ Խարդախները հաճախ հանդես են գալիս կենտրոնական բանկի աշխատակցի անունից վստահություն ձեռք բերելու և իրենց սև գործը ավարտին հասցնելու համար։ Ինչպես չդառնալ ֆիշինգի զոհ և չհայտնվել խարդախության վարպետների ծուղակում, ներկայացվող ռեպորտաժում։ Հայաստանում բանկային խարդախությունները նոր թափ են ստանում։ Թեև թվայնացման զարգացումը հեշտացնում է ֆինանսական գործարքները, սակայն ստեղծում է նաև հնարավորություններ կիբերհանցագործների համար։ Ամեն օր քաղաքացիները կարող են հայտնվել տարբեր խարդախ սխեմաների թիրախում՝ կեղծ զանգեր, ֆիշինգային կայքեր կամ սոցցանցերում տարածվող խաբեություններ։ Ֆիշինգը, մասնագետների խոսքով, կարող է լինել տարբեր միջոցներով, օրինակ վիշինգ ձայնային տարբերակով։ Եթե ձեզ այդպիսի զանգերով չափից շատ վախեցնում են կամ ուրախացնում, դա կարող է առաջնային նշանը լինել, որ զանգը կեղծ է։ Նման իրավիճակում ըստ մասնագետների անհրաժեշտ է զանգարել բանկ եւ ճշտել, արդյոք իրականում որևէ խնդիր կա։ Զեղծարարների զգալի հատվածի բնորանը Հայաստանից դուրս է։ Զանգում են, ներկայանում են բանկի անունից, կարող են մարդուն ագնապային շատ բայնով, որ ձեզ հիմա փորձում են զեղծարարները կոտրել եւ վարկ ձևակերպել։ Զանգողը հենց այդ զեղծարարն է։ Եթե ձեզանից մեսենջերով կամ հեռախոսով ուզում են ապից շատ տվյալներ։ Լինում են դեպքեր, որ բանկին են դիմում, բանկը ուղարկում այդ մարդկանց իմ մոտ։ Կոտրած WhatsApp-ներով են կապնվում, հայկական համարներով։ Խարդախները անընդհատ փոխում են մեթոդաբանությունը։ Կենտրոնական բանկից ժամին տեղեկացնում են, որ այժմ գումարները շորթում են հիմնականում սպառնալիքով, վախի մթնոլորտ ստեղծելով կամ էլ WhatsApp համակարգը կոտրելով։ Թեև կոնկրետ մեկ ուղղությամբ զեղծարարությունների աճ ըստ ԿԲ-ի չկա, ընդհանուր համապատկերում սակայն աճի դինամիկա կա։ Քանի որ տեսակները անընդհատ փոխվում են, օրինակ ինչ որ մի տեսակ է առաջանում, դրա դեմ արդեն նոր մեթոդներ են մշակում կամ մարդկանց իրազեկվածությունն է բարձրանում, դրանից հետո փոխում է զեղծարարության նոր տեսակի։ Կախված զեղծարարության տեսակներից կարգավորման, իրազեկման աշխատանքները եւ կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են, որպեսզի կրեն շարունակական բնույթ։ Կենտրոնական բանկից մանրամասնում են հստակ զեղծարարության դեպքում որոշակի մեխանիզմներ գործում են, որոնցով հնարավոր է ինչ-որ պայմաններով գումարը վերադարձվի։ Օրինակ, այն դեպքերում, երբ հաճախորդը զանգարել է բանկ, որպեսզի հայտնի զեղծարարության մասին, եւ մինչեւ բանկը բլոկավորել է քարտը, գումարը զեղծարարները քարտից հանել են։ Եղել են այսպիսի դեպքեր, երբ գումարը բանկը կարողացել է հետ վերադարձնել։ Այն դեպքերում, երբ որ մարդիկ են անձամբ իրենք հաշվից այդ գումարը փոխանցել կամ կանխիկացնում են, գնում են ինչ-որ անձի հաշվին մուտք են անում։ Այս դեպքում փոխհատուցման բնականաբար համակարգեր գոյություն չունեն, բայց կան նաև որոշակի դեպքեր, ֆինանսական կազմակերպություն ինքն է նաև որոշում այստեղ որոշակի փոխհատուցման մեխանիզմներ կիրառի, թե չկիրառի։ Բանկային զեղծարարությունների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է պետության եւ քաղաքացիների համատեղ ջանքերով։ Մասնագետները նշում են, կարևոր են ոչ միայն իրավապահների գործողությունները, այլև մարդկանց ֆինանսական եւ թվային գրագիտությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։
Հայաստանի տարածքում առկա 1464 դպրոցներից միայն 291-ն են պաշտոնապես համարվում ներառական կրթություն իրականացնող։ Այս դպրոցների մեծ մասը Երևանում են, շատ դպրոցներ ամբողջությամբ ապահովված չեն ներառական կրթության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմաններով։ Խնդիրները վերաբերում են թե ֆիզիկական միջավայրին, թե մասնագետների առկայությանը։ Հայաստանի կրթական համակարգն արդեն մի քանի տարի է անցում է կատարել ներառական կրթության։ Սա նշանակում է, որ տարբեր կարիքներ ունեցող երեխաները պետք է սովորեն նույն դպրոցներում եւ նույն դասարաններում։ Մասնագետներն ու ծնողները սակայն նշում են, գաղափարն անշուշտ կարևոր է, բայց իրականացման ճանապարհին դեռ բազմաթիվ խնդիրներ կան։ Շատ դպրոցներում մինչեւ օրս ամբողջությամբ ապահովված չեն ներառական կրթության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանները։ Խնդիրները վերաբերում են թե ֆիզիկական միջավայրին, թե մասնագետների առկայությանը։ Ծնողների խոսքով խնդիր կա նաև դպրոցների ֆիզիկական հասանելիության հարցում։ Որոշ դպրոցներում դեռ չկան համապատասխան թեքահարթակներ կամ հարմարեցված պայմաններ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Ես կարծում եմ, եթե ուզում ենք, որ ներառական կրթությունը իրոք աշխատի, նախ պետք է դպրոցներին ապահովել համապատասխան պայմաններով, թե մասնագետներով, թե միջավայրով, թե ուսուցիչների վերապատրաստմամբ։ Հակառակ դեպքում ամբողջ բեռը մնում է ուսուցչի ու երեխաների վրա։ Կրթության փորձագետն ասում է, դեմ չէ ներառական կրթությանը, բայց իրականում դպրոցներից շատերում դեռ պատրաստ չեն դրա անցմանը։ Դասարանները շատ մեծ են, երբեմն նրանում 30-ից ավելի երեխա է սովորում։ Ուսուցիչը պարզապես ի վիճակի չէ բոլորին ուշադրության կենտրոնում պահել։ Բացի այդ, միշտ չէ, որ դպրոցում կա լոգոպեդ կամ հոգեբան, երբեմն մեկ մասնագետը հարկադրված է աշխատել շատ երեխաների հետ։ Իսկ դա ենթադրում է, որ նրանց բոլորին բավարար ժամանակ տրամադրել չի կարող։ Փորձագետների դիտարկմամբ կարևոր խնդիրներից է նաև ուսուցիչների պատրաստվածությունը։ Բոլոր ուսուցիչները չէ, որ անցել են անհրաժեշտ վերապատրաստումներ տարբեր կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու համար։ Որևէ սանդղակ այդ երեխաների համար առանձնացված չի, իսկ նրանք իրավունք չունեն նույն դասանում թողելու եւ կուրսը կրկնելու։ Սա եւս լրացուցիչ դժգոհությունների եւ անորոշությունների պատճառ է դառնում ուսուցիչների մոտ։ Մասնագետները նշում են ներառական կրթությունը ինչ խոսք կարևոր քայլ է հավասար հնարավորություններ ստեղծելու ճանապարհին։ Սակայն համակարգը դեռ զարգացման փուլում է եւ դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ինչպես պետական աջակցություն, այնպես էլ հասարակության պատրաստակամություն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ վերջում եղանակի մասին, ինչպես տեսնում եք, գարուն ուշանում է, բայց մեր սրտերում գարուն է արդեն։ Վաղը ցիկլոնը կկորցնի ուժը, տեղումները կլինեն հանրապետության առանձին հատվածներում կարճատև եւ թույլ։ Մարտի 9-ից 13-ը Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Եղանակի պարզեցման հետևանքով մարտի 10-ի գիշերը հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 5 աստիճանով, այնպես որ գարուն ուշանում է եւ առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում սպասել պետք չէ։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։